Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պայքարելու է հանուն այն Գյումրու, որտեղ տեղ չունի հանցագործությունը, հանուն այն Գյումրու, որտեղ ընտրությունը չի դառնալու կյանքի եւ մահվան պայքար։ Գյումրեցիների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Խմբակցության նախագահատիմ ընտրության մասնակից տեխնատուին հորդորեց Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Գագիկ Ծառուկյան հիմնադրամի կատարած գործերը Գյումրու եւ Գյումրեցու համար չվերագրել իրեն։ Բարգավաճ Հայաստանի հիմնադիր նախագահի կատարած գործերը եւ տրակտորներ, եւ շտապօգնության մեքենաներ, եւ բազմաթիվ այլ գործեր չվերագրել իրեն։ Առնվազն մարտի եթե տեղ կաններ ինչ-որ բան դեր գրելու, դիմյաց ամոթ գրվի, եթե տեղ մնացել է այդ գրատախտակին, որ հասկանամ էր դա առնվազն ազնիվ չէ։ Կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության անունով արած գործերը վերագրել իրեն, բայց ես էլի եմ կրկնում, մեր խնդիրը իրենք չէր, մեր խնդիրը իրենց արած ու չարածը չէ, տեսնում ենք, եթե արված լիներ, Գյումրին այսօր այս վիճակում չէր լինի, մեր խնդիրը այսօր ասելն է, որ Բարգավաճ Հայաստանը իր թիմով մեկ խնդիր ունի, դառնալ Գյումրեցու իրական գործընկերը, Գյումրին վերադարձնել գյումրեցիներին։ Ում է իրավունք տվել ինչ-որ մեկին, որ 23 միլիոն դոլարի վարկը սեփականաշնորհի եւ ասի այդ իմ շնորհքն է, բացարձակ տես բան չկա, սա պետական փոխառություն է, պետական պարկ է, ամբողջ հայ ժողովուրդը իրենց երեխաները թորները պետք է վճարեն եւ Բարգավաճ Հայաստանը, քանի որ գիտի, որ միջազգային վարկերը թալանվում են, բացառիկ համարյա 1-2 վարկ ա եղել, որ մենք կողմ ենք քվեարկել։ 1-2 վարկ, որտեղ գիտենք, որ Գյումրիի համար դա անպայման պետք է, եւ մենք ենք քվեարկել կողմ այդ վարկին։ Այսօր պետք է մենք քաղաքում ունենանք նենց քաղաքապետարան, նենց ավականի, որ այդ վարկի ամեն մի լուման դուք իմանաք, որ ձեզ է հասնելու։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խոստումներ չի շռայլում, փոխարենը խոսում են կատարած աշխատանքներն ու փաստերը։ Ժողովուրդը բազմիցս է համոզվել դրանում։ Հատուկ Գյումրիի մասին օրենք ենք դրել շրջանառության մեջ, որ Բարգավաճ Հայաստանի կողմից, խմբակցության կողմից, որ պետք է 50% եւ շահութարկի եւ եկամտային հարկի արտոնություն լինի Գյումրիում։ Եվ հիմա կտենանք, թե խորհրդարանական մեծամասնությունը, որի տեխնացուն է այսօր գործող քաղաքապետը, մեր ներկայացրած Գյումրու մասին նախագծին ո՞նց է քվեարկելու, իրանց քվեարկությունից էլ կերևա, վստահ եմ քվեարկելու են դեմ։ Ժողովուրդը ծանոթ է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, գիտի նրա անցած ուղին եւ վստահում է խմբակցությանը։ Մենք հաղթելու ենք, այդ հաղթանակը ես համարել եմ ջախջախիչ հաղթանակ, ձեր հաղթանակը, մեր բոլորի հաղթանակը եւ միասին այս երկիրը կարգի երկիր պետք է դարձնենք։